Անմխիթարյան, այն ինչ այսօր տեղի է ունենում, ինչպես կմեկնաբանեք, սա քաղաքական հետապնդում է ընդդիմադիր համայնքապետի թեկնածուի նկատմամբ։ Տեսեք, եթե այս ամեն ինչը տեղի ունենում քարոզարշավի մեջտեղում, երբ ընտրություններին մնացել է ընդամենը 10 օր, ու քեզ կանչում են Երևանի կենտրոնի քննչական 2024 թվականի մայիսի ճանապարհատրանսպորտային ինչ-որ մի ակտի հետ կապված, քաղաքական հետապնդում է թե չէ կմտնենք փաստաբանից հետ դուրս կգանք Երևան, բայց որ սա քաղաքական ուղղորդված ակցիա է, դա վստահաբար այդպես է։ Պարոն Մխիթարյան, ինչ եք արել, որ ինչ մեղք եք Չգիտեմ, գործել, որ ձեզ բերել են։ Մխիթարյանին Հենրիխ չկարողացան բերել այդտեղ ստադիոն խաղալու, ձեզ այլ Մխիթարյանի բերեցին կողքի քննչական փաստորեն։ Դե Մխիթարյաններից մեկը ամեն դեպքում ստադիոնի շրջակայքում գոնե պիտի լինի, էլի։ Իսկ Տեսեք, ես մի բան ասեմ։ Առանց վարորդական իրավունքի վարել եք մեքենան։ Գերագույն գլխավոր քնձխը երբ եկել էր Գյումրի, լաչառաբարի հայտարարում էր, որ քարոզարշավին մասնակցում են տեխնացուներ, որոնք փորձում են պահել իրենց թալանած գույքը ինչ որ 300-350 միլիոն դոլարի։ Դե հիմա պարզվում է ես մի հատ ակտ կար, այդ ակտի համար եմ ինչ որ մտե, որը չգիտեմ էլ։ Ես չգիտեմ, հիմա մտնեմ տեսնեմ, էլի։ Իսկ այսինքն դուք առանց վարորդական իրավունքի Ես չգիտեմ ինչի համար են կանչել։ Բայց տիկին քննիչը որ դες զանգել է, շփում եք իրար, չասած ինչ որ ակտ ունեք։ Դե ասեց ակտ, բայց ինչ ակտ է, չգիտեմ ինչի մասին է Օրինակ քննչական կոմիտեից պատասխանել են, նախ ասել են որ դες չի ճանաչել քննիչը Արփինե Դավթյանը։ Բայց ասացին նաև որ ինչ որ վարչական իրավախախտումներ եսին որ հոդվածի հետ կապված դուք 6 ամիս զրկված եք եղել վարորդական իրավունքից եւ հետո վարել եք այդ զրկված վիճակում։ Ես զրկված եմ եղել 2023 թվականի դեկտեմբերի 22-ից մինչև 2024 թվականի հունիսի 22-ը, հունիսի 25-ին ստացել եմ իմ վարորդական իրավունքը հետ եւ վարում եմ մեքենան 11 ամիս։ Իսկ ինչ եք զրկվել, ինչ է եղել։ Շատ հայկական պատմություն, բալերս պրծել էր։ Ոչինչ, հեսա Ալեն Սիմոնյանը կավելացնի բալերը։ Դե բա շուտ ավելացներ։ Չհասցրեց, հատուկ արեց, որ Դե ամեն դեպքում կմտնենք իմանանք, իմ համար ծիծաղելի է, որովհետեւ 11 ամիս էս ամեն ինչի մասին չխոսել ու կանչել հենց քարոզարշավի այն ժամանակահատվածում, երբ որ ընդամենը մի 10 օր է մնացել ու ասել որ չգիտես ում ես զանգում, առավել եւս եթե չգիտես ում ես զանգում, Ռուբեն ջանը ո՞րն է։ Դե ոնց որ չգիտեմ, չէ լավ կոռեկտ ինչ ասել, բայց դուք էլ իր ջանով խոսեցիք։ Չէ, ես ջանով չեմ խոսում, որով դե անծանոթ կանանց հետ ջանով խոսեմ, ինչ իմանամ։ Հասկացա։ Իսկ Պաստորեն այդ որ տենց խոսում են նախկինների թալանից բան, որ նախկինները գալիս են Գյումրու։ Ես մի ակտ եմ թալանչին դուք եք մենակ։ Մի ակտ եմ թալան է ես Range-Rover-ով։ Մի ակտ եմ թալան է 11 ամիս առաջ, հիմա կմտնենք իմանանք։ Այդ ժամանակ էլ եք Range-Rover-ով թե այն ժամանակ ուրիշ մեկ։ Հիմա կմտնենք իմանանք, էլի։ Հիմա այդ որ ասում են Range Rover պիտի վերադարձնենք, ասում էի, չէ՞, իմ Range Վերել եք, որ վերադարձնենք։ Հատիկ առ հատիկի մեջ, չէ։